Կադրերում Պոկրովսկն է, քաղաքի փողոցներում ռուս լրագրողները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած կադրերում ռուս զինծառայողները ուղեկցում են լրագրողներին։ Նրանք մոտենում են տներում պատսպարված մարդկանց, հարց ու փորձ անում։ Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյունների խուլ ձայներ։ Մարդկանց տեղաշարժից երևում է, որ Պոկրովսկում դեռ անվտանգ չէ։ Մոսկվան դեկտեմբերի 1-ին էր հայտարարել, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը ազատագրված է։ Կիևը հակադարձել է, պնդելով, թե ուկրաինական զինված ուժերը նահանջել են, բայց դեռ վերահսկում են քաղաքի որոշ հատվածներ։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը կադրեր է հրապարակել Խարկովի մարզից, իր խոսքով Կուպյանսկից։ Նա պետական պարգևներ է հանձնել Ուկրաինայի ցամաքային զորքերի օրվա առթիվ։ Ռուսները երկար ժամանակ պարծենում էին, իբր նրանք գրավել են մեր Կուպյանսկը։ Նրանք վաղուց ամբողջ աշխարհին պատմում են, թե իբր Ուկրաինան թույլ է։ Նրանք ստում են, դուք ուժեղ եք։ Ուկրաինան պաշտպանում է իր դիրքերը, եւ որքան ուժեղ լինի մեր պաշտպանությունը առաջնագծում, այնքան ուժեղ կլինեն մեր դիրքերը բանակցություններում։ Բանակցություններում Կիևի դիրքերը դեռ խարխուլ են։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ըստ Սպիտակ տան հանգստյան օրերին Բերլինում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի եւ եվրոպացի այլ առաջնորդների հետ։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բերլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներին երկուշաբթի։ Զելենսկիի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումից մի քանի ժամ անց։ Ըստ Axios-ի Թրամփի վարչակազմը պատրաստ է Կիևին տրամադրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով կոլեկտիվ պաշտպանության երաշխիքներ, որոնք պետք է հաստատի Կոնգրեսը։ Ըստ Axios-ի աղբյուրների, ամերիկացիներն ուզում են ուկրաինացիներին տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք մի կողմից չեն լինի քարտ բլանշ, մյուս կողմից բավականաչափ ուժեղ կլինեն։ Կիևի եվրոպացի դաշնակիցները անժամկետ սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի Եվրոպայում պահվող 210 միլիարդ եվրոյի ակտիվները։ Սառեցումը յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ երկարաձգելու փոխարեն։ Հիմա Եվրամիությունը կարող է անխոչնդոտ օգնել Ուկրաինային ռուսական փողով։ Ծովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։